Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ աշխատանքային այցի շրջանակում։ Նա ընդգծել է, որ այցը պայմանավորված է վերջին շրջանում ակտիվացած երկխոսությամբ եւ նպատակ ունի նոր ազդակ հաղորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Փաշինյանը նշել է, որ գործընթացը բխում է երկու երկրների շահերից, իսկ համայնքի դերը կարևորվում է որպես կամուրջ միջպետական հարաբերությունների կայացման ճանապարհին։ Վարչապետը պատասխանել է նաեւ խաղաղության տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական օրակարգի վերաբերյալ հարցերին։ Աստղը 2000 թվականին երկրորդ աշխարհային պատերազմին աստղը գործածվել է ֆաբրիկա լավով եւ այլն, այո, անգե հետո մենք աստղը շատ քիչ կացության մեջ էր, ողջ կառավարությունը մեզի փոխվեց, նորոգեց, մոտավորապես 70% անօպտիմացիային 30%-ն մենք Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են հրավիրվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել 5 իրավապաշտպաններ նախաձեռնությունը։ Սրբազան պայքար շարժման հայտարարության համաձայն իրավապահները լայնածավալ ձերբակալություններ են իրականացնում նախաձեռնության կողմնակիցների շրջանում։ Շարժման ներկայացուցիչները տեղի ունեցողը դիտարկում են որպես քաղաքական հետապնդումների ալիք, ընդգծելով, որ գործընթացը սկսել է վարչապետ Փաշինյանի Թուրքիայում գտնվելու ժամանակ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունը այս օրերին գործում է ուժեղացված ռեժիմով։ Պատճառը ըստ հաղորդագրության հասարակական կարգի խաթարման նպատակով հնարավոր գործողությունների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն են։ Տեղեկացվում են, որ իրականացվում են կանխարգելիչ եւ բացատրական աշխատանքներ։ Մարզերում եւ մայրաքաղաքում ուժային կառույցները կոչ են անում պահպանել օրինականությունը, ընդգծելով, որ օրենքի ցանկացած խախտում կարժանանա կոշտ արձագանքի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ցանկացած պահի առանց որևէ սահմանափակման կամ լրացուցիչ նախապայմանների։ Ըստ նրա, որքան շուտ տեղի ունենա ստորագրումը, այնքան լավ կլինի երկու երկրների համար։ Նրա խոսքով Հայաստանը չի ձգձգում գործընթացը եւ լիովին պատրաստ է անցնել իրավական ձևակերպմանը, հանուն կայունության եւ երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ մասնակցելու ԵԱՏՄ բարձր մակարդակի նիստին։ Հայաստանի ներկայությունը կապահովի տեսակապի միջոցով։ Մոսկվան ափսոսանք է հայտնել միջոցառումը տեղի կունենա հունիսի 26-ից 27-ը։ Փաշինյանի հերական մասնակցության որոշումը համապատասխանում է ավելի վաղ արված հայտարարությանը կապված Բելարուսի հետ լարված հարաբերությունների հետ։ Հայաստանի իշխանությունները անընդմեջ հայտարարել եւ հայտարարում են, թե Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Փաշինյանն ու իր թիմակիցները այսպիսի պնդումներ են անում, իսկ Ադրբեջանն իր առաջնորդ Ալիևի հրամանով հայկական գյուղերի վրա է կրակում։ Ադրբեջանական կրակոցների լուրը հաստատեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Սյունիքի մարզի ներքին հանդում բնակելի տուն են վնասել, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։ Ադրբեջանը Իրան-Իսրայել պատերազմական ֆոնին սպասում է հարմար առիթի թուրք-ադրբեջանական տանդեմն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին ու Սյունիքին է ձգտում։ Հիմա եթե իրենց համար այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը ռազմավարական խնդիր է եւ իրենք Հայաստանի հետ չեն կարողանում իրենց պատկերացումների շրջանակներում լուծում գտնել, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ ամենը տեղի կունենա ուժի կիրառման միջոցով։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսներից մեկը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է, Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Հայաստանում Իրանի դեսպանը վերջին ասուլիսի
ամիսի ընթացքում անդրադառնալով Սյունիքի շուրջ մտահոգություններին հայտնել է, թե հետևում է զարգացումներին եւ խորհրդակցում տարածաշրջանի երկրների հետ։ Մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից։ Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում։ Մենք պահպանում ենք զգոնությունը։ Եթե հայտարարվել է, որ դա կարմիր գիծ է, դա նշանակում է, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության հարց է եւ իրենք հետամուտ են լինելու այդ խնդիրների լուծմանը կամ կարգավորմանը։ Բայց շատ բնական է եւ շատ հասկանալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր ներքաշված է բավական լուրջ process-ների մեջ եւ իր համար առաջնային է լինելու իր խնդիրների լուծումը։ Հիմա այլ հարց է, թե ինչպիսի զարգացումներ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ արդյոք այդ խնդիրներով Հայաստանի Հանրապետության իշխանությունները որպես օգնություն կխնդրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, որպեսզի աջակցի։ Միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կարող է արվել շատ ավելի փափուկ ձևով, քան ուժի գրամով։ Իրան-Իսրայել բախման արդյունքում Իրանից մեծ հոսք կա Հայաստան, Ադրբեջան, Պակիստան։ Ըստ ռազմական փորձագետի դա նշանակում է, որ այնուամենայնիվ Ատրպատականից հարավային Ադրբեջան կոչված հատվածից կարող է բնակիչների մեծ հոսք լինել Նախիջևան, որոնք կցանկանան գնալ դեպի Ադրբեջան, իսկ Նախիջևանից Ադրբեջան Իրանով անցնող ճանապարհը փակ է։ Հիմա այստեղ Հայաստանն է առաջնահերթ դառնում որպես մարդասիրական միջանց տրամադրող երկիր։ Տեսականորեն, եթե փախստականներ 100,000-ներ լինեն, եթե ոչ ավել, ապա Հայաստանը տարածքը տրամադրելու ժամանակ բնականաբար հայտարարելով, որ իշխանությունների կողմից որ դա ճանապարհ է, բայց գործնականում ինքը միջանց կլինելու։ Ռազմական փորձագետն ի դեպ չի բացառում, որ Իրանից մոտ 50,000 ադրբեջանցի փախստականներ տեղակայվեն հենց Հայաստանի տարածքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վարում որևէ բանակցություն Ամերիկայի հետ, վերջինիս համարելով սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մեղսակից։ Նրա խոսքով, մինչ Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ շարունակվում է, երկխոսության հնարավորություն չկա։ Ամերիկան չնայած բազմակի ուղերձներին մերժում է ստանում մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 25 կործանիչներ հարձակվել եւ ոչնչացրել են Իրանի Տիբերիա եւ Քերմանշահ շրջաններում գտնվող ավելի քան 35 հրթիռների պահեստավորման եւ արձակման վայրեր։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը անհրաժեշտ քայլ է սպառնալիքը կանխելու համար, սակայն Իսրայելը չի հետապնդում Իրանում իշխանափոխություն։ Նա նշել է, որ Իրանը մոտ էր ուրանի հարստացման 60%-ի շեմին միջուկային զենք արտադրելու նպատակով եւ Իսրայելը ցանկանում է կանխել այս վտանգը։ Նա նաեւ նշել է եւս մեկ անգամ, որ իշխանափոխության մտադրություն չկա։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Ամերիկայի վիզա ստանալու համար դիմողները պատրաստ կլինեն ստուգման նպատակով բաց պահել իրենց սոցիալական ցանցերի օգտահաշիվները։ Այս պահանջը կկիրառվի ոչ միայն ուսանողների, այլև բոլոր վիզաների դիմորդների նկատմամբ։ Նախաձեռնությունը բխում է Թրամփի ստորագրած հրամանագրից, որը խստացնում է ստուգման համակարգը։ Վարչակազմի խոսքով անհրաժեշտ է կանխել ահաբեկչական աջակցություն, հակասեմական կոչեր եւ ԱՄՆ անվտանգությանը սպառնացող կապեր դեռ մինչ մուտքի թույլտվություն տրամադրելը։ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշման դեմ։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը հաստատել է տեղեկությունը, հավելելով, որ բողոքն ուղարկվել է հունիսի 19-ին, այլ մանրամասներ այս փուլում չեն հրապարակվում։ Կրեմլը հայտարարում է, որ ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի կալանավորմանը վերաբերող զարգացումներին, շեշտելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել ավտոմեքենաների խլացուցիչների, կատալիզատորների, կերամիկական թափոնների արտահանման վրա, նպատակ ունենալով բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակը եւ կանխել այդ կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։ Վերջին տարիներին գողությունների թիվը զգալիորեն նվազել է։ Այս կանոններն ուժի մեջ կմնան 6 ամիս ժամկետով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագիր տնտեսական ակտիվության խթանման նպատակով ծայրահեղ եւ չափավոր անապահովության մեջ գտնվող ընտանիքների անաշխատունակ անդամների համար։ Նախագծով նախատեսվում է, որ տարբեր ոլորտներում գործող գործատուները կրթությունից մինչև գյուղատնտեսություն կստանան պետական աջակցություն այդ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում։ Պետությունն ամսական կտրամադրի 73,000 դրամ։ Ծրագիրը նախատեսված է 3-ից 12 ամսով եւ վերաբերում է ոչ մասնագիտական աշխատանքներին։
Պահանջարկն է ստեղծում առաջարկ հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստեց, որ բազմաթիվ քաղաքացիներ վերհիշեն նույնականացման քարտերի մասին։ 2025-ի հունիսի 17-ի դրությամբ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131104 դիմում։ Հերթագրման համակարգում սպասում է 52160 քաղաքացի։ Նույնականացման քարտ ստանալու հերթերը ձգվում էին ամիսներ։ Ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարում է, կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել։ Այսօրվա կտրվածքով նայենք օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետև մենք ձեռք ենք բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Նախորդ տարի նույնականացման քարտ ստացել է 161,000 անձ, սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է, որ 2025-ի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Պատասխանատու գերատեսչությունից ասում են, քարտեր կան, թողարկված են, սակայն քաղաքացիները չեն մոտենում դրանք վերցնելու։ Կան բազմաթիվ կուտակված թողարկված նույնականացման քարտեր, որոնք տարիներ շարունակում են մնալ տարածքային ծառայություններում։ Առաջարկում ենք մոտենալ այն տարածքային ստորաբաժանում, որտեղ դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար եւ վերցնել արդեն իսկ թողարկված նույնականացման քարտը։ Եթե մի խումբ քաղաքացիներ չեն մոտենում վերցնելու իրենց նույնականացման քարտերը, ապա մյուսները դիմում են քարտ ստանալու, երբ դրա կարիքն անգամ չունեն։ Տեխնիկական սպասարկում իրականացնողներն ուսումնասիրել են էլեկտրոնային հերթագրումների օնլայն հարթակը եւ հայտնաբերել են հերթագրումներ նույնականացման քարտ ստանալու համար այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ Քաղաքացիներին հորդորում ենք, եթե չեք կորցրել ձեր նույնականացման քարտը եւ այն վավերական է, չեղարկեք ձեր էլեկտրոնային հերթագրումը նույնականացման քարտ ստանալու համար։ Եթե կորցրել եք նույնականացման քարտի PIN եւ PUK գաղտնաբառերը, բայց այն վավերական է, այս դեպքում եւս անհրաժեշտություն չկա նոր քարտի համար դիմել։ Նման պարագայում պետք է պարզապես մոտենալ բջջային օպերատորին եւ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Հունիսի 29-ին Նիսանը Երևան աշտարակ ճանապարհին բախվել է բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի եւ ինտերնետի համար տեղադրված դիտահորին առաջ ընթացել բախվել երկաթե էլեկտրասյանը։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Կիսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ տարածքը Կոտայքի մարզում է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի եւ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Հունիսի 18-ին Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են 42-ամյա Աշոտի Ford Fiesta-ն եւ 24-ամյա Դավիթի Opel Zafira-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Opel Zafira-ի 37, 15, 12 եւ 45 տարեկան ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Հունիսի 19-ին Արցախի Պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում մեքենա է այրվել։ Մերսեդեսում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հետո արդեն օպերատիվորեն ժամանած Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։